Ասենք միասին Փառք Հիսուսին։ Թող Տերը փառավորվի քույրեր եղբայրներյան այսօրվա համար, Աստված մեզ նորից կյանք տվեց, հնարավորություն տվեց Աստված մեզ նորից գալու առաջ քույրեր եղբայրներ։ Ես կուզեմ մի կարևոր բանի մասին խոսել այսօր ինձ համար, քեզ համար շատ անհրաժեշտ է քույրեր եղբայրներ։ Ամեն բան մարդ մեջ անողը Աստված է։ Ամեն բան առանց Աստծու մարդ մեր նոր կյանք չի գալու, բայց որպեսզի այդ ամենը մեջ կատարվի, ես կուզեմ նախաբան որպես կարդամ Եբրայեցիս 4 գլուխ 2-րդ խոսքը Վասզի մենք ալ անոնցպես ավետիս առած ենք, ումպես ում նկատի ունի Իսա ժորժտին ունեն ավետիս, ունեն խոստմունք, բայց ինչ եղավ, բայց անոն շաբը չրավ այն խոսքը լսելը, ինչ դեր պատճառը որ օգուտ չեղավ, քանզի հավատքով խառնված չէր լսողներու մեջ։ Դեսո պիտի իմ ու քո մեջ չխառնվի հավատքով այս խոսքը, մեր մեջ ոչ մի բան կառույց չի անի Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին աշխատում է իր խոսքի վրա։ Եվ խոսքը քո մեջ է գալիս, իմ մեջ է գալիս, այդ խոսքը մեր մեջ Աստծո ուզածը կատարում է։ Չեմ հիշում ձեզ չեմ պատմել այն ծակ նասկու մասին։ Մարդը ուզում է որ փոխվի։ Հիշում եմ մեր ժամանակում երիտասարդներ ենք, բալ եղբայրից արտաժողով անցկացնում մեր տանն ենք, գիշերային արտաժողով է մինչև լույս, պետք է մի ժամ գոնե քնենք, որ հելնենք գտնային գործի կոմունիստների ժամանակ։ Ու եղբայր խոսում է պիտի խոնարհվենք, պիտի ցածրանանք, Աստված խոնարհսիրտ է ուզում։ Եվ միշտ ուրբաթօրը պիտի հավաքվենք արտաժողով մեր տանը, մի եղբայր եկել հավաքույթի, այդ աղոթողներից, երիտասարդ, տեսա 5 սառուշկա էր հագել, կարգնդած շալվար, նասկին ծակ, բութը դուս է եկել նասկուց, ասես խես սենց հագնում է, ասեց ուզում եմ խոնարհվեմ։ Ես դա ինչ անեցի, թե թազաձև է խոնարհության, խեմսա նախապես ասում, կարևոր բան պիտի խոսեմ դրա համար, որ տենանք, որ մեր մեջ այդ սիրտը անողը Աստված է, ստեղծող այդպեսի սիրտ Աստված է։ Վերջապես արտաժողովը ավարտվեց, պետք է քնենք ամեն մեկս միտեղ, դե 60 հոգի մարդ ենք, 50 հոգի մարդ ենք, մեր տանը այդքան տեղ չկա հաստատ, բոլի վրա ամեն մեկս միտեղ կուշետկային, վերջապես որքան տեղ կար, հենց բոլին կաղեն քնեինք, եղբայր քույրերով, վերջապես միտեղ գտնում ենք ամեն մեկս։ Երկու քույրի գնացի մեր տանը բակումատ ուրիշ հին տունել ունենք, դե մեր եղբայրներ ապրում ընտանիքով, ծնոն են հալածել են, եկնել մեր տուներ ապրում, սետրակ եղբայրը, վերջապես։ Երկու քույրի գնացին են տունը որ ընդեղ խնեին եղբայր ընտանիքում, ու մեկ էլ նոր ենք պարգել պոլին, մի ճոճս լսեցինք, վազենք դուրս երկու քույրերն էին, ձայնով ձեռով թե ընդեղ մարդ է մտել։ Դե այն ժամանակ մեր դες պարիպ չկար, սետկա չկար, քաշած հայատներում բաց վրախ էր։ Փողոցի վրա մեր դուրը սենց ասած, բաց վրախ էր։ Վազեցինք, տեսանք մի հատ տղա էր դենց հոգեկան հիվանդի նման մանգամի, բայց տարիքով տղա էր երիտասարդ։ Ես եղբան հասավ, գրբաններից պեչենի անեց, կոնֆետ անեց եւ այլ, ու սեսան ծեծեր, խոչի ծեծում։ Ես ուզում եմ խոնարհվեր այդ եղբայրը։ Խոչի ծեծում այն արդ։ Այս տղան լացում է մաղ մեռա, ես մոտեց ասա ախպեր, թող հերիք ախպեր, մեռավ այդ խես տղան։ Հերիքա թող։ Դեսա չի թողում, միշտ բարձր ասա այդ տղա հերիքա մեռավ է, թող։ Ասես գնա երու։ Ինձ ասում, եկել երկրորդ եղբայրն ինձ ասան եղբայրը ծարից կոմ, հիմա հերթը քեզի կդառնա։ Քույրեր եղբայրներ, Սարկովիչի խոնարհություն։ Սարկովիչի, մեկը պատրվի իմ ու քո կեղծավորությունը։
Հիսուս ասեց, մի ես շինեմ իմ եկեղեցին, որ դժոխքի դռները չկանանան հաղթարել, մի ես շինեմ, մի իմ ու կոներսը, մի Աստված պատրաստի, իրա խոսքի հիմքի վրա, և որ մարդ մեջ ասու խոսքը դառնում է հավատք, մարդ այդ խոսքին հենվում է, այդ խոսքը Սուրբ Հոգու զորությամբ Աստծո ոչ կամքը իմ ու քո մեջ կատարում է։ Ինչպես առանք Սուրբ Հոգին, որս ենք արժանի լծրեք բարձրացրեք, Աստված գար իմ ու քո մեջ բնակվի, դառնալ Աստծո բնակարան, Աստծո տաճար, ով էր արժանի, ոչ ոք, դա ինչպես կատարվեց, ասում առաքյալը գաղատացած եկեղեցում, դու ձեր գործերից առաք Սուրբ Հոգին, թե հավատքի լսելուց, ինչով առանք, հավատքի լսելուց առանք, խոսքից առանք, խոսքը մեջ հավատ ներգործեց, ինչի սալի ժողովրդին օգուտ չտվեց այդ խոստումները, որտև հավատքով խառնված չէր լսողների մեջ ասեց առաքյալը։ Ուզեմ մի թանկ տեղ կանգ առնել միասին, քույրեր եղբայրներ ջան։ Հռոմայեցիս 14 գլուխ 17-18 խոսքերը։ 17-18 խոսքերը։ Վասնզի Աստծո արքայությունը կերակուր ու խմելիք չի, հապա արտարություն և խաղաղություն ու խնդություն է Սուրբ Հոգով։ Քանզի դե մեկան այս բաներով Քրիստոսին կծառայի, անիկա Աստծմե հաճելի է ու մարդոց մե գովելի։ Այսինքն այսպեսի մարդ է ուզում Աստված մենք լինենք։ Այսպեսի մարդ։ Մեր մեջ կառուցվի Աստծո արքայություն, որտեղ մտնենք արքայություն սպասելու, այլ նախ պիտի մեր մեջ կառուցվի երկնքի արքայություն։ Դի քո հոգուտ մեջ, իմ հոգու մեջ գա երկնքի արքայությունը։ Իսկ որտեղ է գալիս երկնքի արքայությունը, գալիս է նոր սրտերի մեջ։ Հին սրտի մեջ երկնքի արքայություն չի գալիս։ Ուննալ նոր սիրտ և որպես այնտեղ գա ինչ, գա երկնքի արքայություն։ Հարց, ով է առեն նոր սիրտ, ով ունի նոր սիրտ։ Քան հոգի կան մեր մեջ, որ նոր սիրտ ունեն։ Մենք ակամա թե կամա սկսում ենք մեզ քննել, ինչպես եղբայր քիչ առաջ ասեց, հիշվենք մեր վիճակը, մեր կռիվները, մեր բամպասանքները, մեր տգաճներն ենք անմիջապես մեր աշխարհ գալիս։ Ոնց անենք լավ նոր սիրտ առնենք։ Ինչ պիտի անենք, որ ինչքան ծոմ պահենք, ինչքան աղոթք կանենք, ինչքան խոստմանվենք, ինչ պիտի անենք։ Քույրեր եղբայրներ, ինչ պիտի անենք։ Այստեղ սատանան ասու որդու գործը կատարած մեր առաջ փակուղի է դնում, մեր հետ մեզ խառնելով, որ դա կապ ունի որպես թե մեր հետ։ Մեր հետ ունի կապ, թե չունի մեր հետ կապ։ Մի աման չէ, գոզում խոսեմ նաև, հատուկ չեմ կարասում։ Ունակ մեր հետ կապ ունի եղբայր նոր սիրտ առնելու։ Ունի։ Քուրս քո հետ կապ ունի։ Մի աման չի աս։ Չունի, հա։ Վալա ոնց անենք նոր սիրտ առնենք։ Որ խոստմանենք մենք շատ մեղավոր ենք, ինչ անենք, որ իման խեր տատիկը նա մեզ տատիկ արդեն։ Մերս քանի տարեկան ես։ 80 տարեկան, ոյ։ Մերս բան նոր սիրտ ունես։ Ունես նոր սիրտ։ Որտեղից ես առե։ Ոնց ես առե։
Ինչքան փող ես վճարե։ Բա ինչ ես արի։ Ոնց, ճամբելը ցույց տենան ոնց ես արի։ Խարդման գիրար։ Գուրեր եղբաներ ջան։ Մարդու մեջ նորսից ստեղծողը Աստված է։ Էդես է մեզ ասում խոսքը։ Գուրեր եղբաներ։ Չկա մի մարդ, չկա մի ծնունդ, չկա մի ստեղծագործություն, որ ինքը նոր սիրտ է ունեցած ծնվել։ Դավիթ այսպես է ասում Սաղմոսի մեջ։ Իմանես ինձի մեղքով հղիացավ Սաղմոս 51-ի 5-րդ խոսքը, այս անունով ծնվա ու իմանես մեղքով հղիացավ ինձ։ 10-րդ խոսքը, ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ և ուղիղ հոգի նորոգի։ Չկա այլպես է ծնունդ, որ նոր սիրտ ունեցած ծնվի, կամ լավ սիրտ լինի իր մեջ, սուրբ սիրտ լինի, գոնե մի քիչ լավ լինի, չկա։ Բոլորը մեղանչել են և Աստծո փառքից պակսած են գրված է։ Ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ և ուղիղ հոգի նորոգի։ Այսինքն Աստված պիտի դնի մարդու մեջ։ Աստծո խոսքը մարդու մեջ գալով, մարդու մեջ նոր սիրտ է ստեղծում։ Նոր հոգի է նորոգում։ Նոր կյանք է դնում մարդու մեջ։ Մարդը իր ձևերով, իր կերպերով, իրան չի կարող իր մեջը նոր սիրտ ստեղծի, լավ սիրտ լինի, սեր ստեղծի։ Դրանք սաղ փոփոխական են մարդու սարքածը, բայց Աստծուց դրածը, Աստծու արարածը մարդու մեջ, ու պիտի անի խոսքի զորությամբ, հոգու ներգործությամբ, դա միակ անփոփոխելի է։ Որ գրված է Եզեկիել մարգարեություն, ձեզ շատ քաչ ծանոթ եմ կարդում, 36-րդ գլուխ 25 խոսքը։ Եվ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, պիտի մաքրվեք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից, պիտի մաքրվեք ասում է, եւ ձեզի նոր սիրտ պիտի տամ։ Ալելույա Տիրոջը։ Աստծո խոսքը, արարող խոսքը, Աստծո խոսքը ստեղծող խոսքը, Աստծո խոսքը փոխող խոսքը, Աստծո խոսքը անհնարին, հնարավոր անող խոսքը, Աստծո խոսքը այդպեսի զորավորը, իր խոսքով ստեղծեց երկրն ու երկիրը, իր խոսքով ստեղծեց։ Նայում ենք Աբրահամին, Սարային, խոստմունքը տրված իրենց, մոտ անցավ 25 ավել տարիներ, ու պիտի երեխա ունենար Աբրահամը, Սարան։ Բայց 100 տարեկան Աբրահամն էր, 90 տարեկան Սարան էր։ Կնեք այս խոսքից, արդեն չորացած էր իրանց ամեն վիճակները, որ նրանք լինեն ունակ ծնելու։ Չորացել էր ամեն բան, ի վիճակի չէր ամեն բան, բայց Աստծո խոսքը վիճակի էր։ Աստծո խոսքը անփոփոխ էր։ Երկար տարիներ անց է, բայց խոսքը չէր փոխվե։ Աբրահամ պիտի ծնես որդի։ Իսահակը պիտի առաջ գա Աբրահամ քո կյանքում։ Սարա պիտի քո արգատը հղիանա։ Օ, ալելույա Տիրոջը։ Ես ինչ եմ ուզում ցույց տամ, Աստծո խոսքի զորությունը, Աստծո խոստմունքի զորությունը։ Որ մենք մեր մեջ այս խոսքը խառնվի հավատք դառնա։ Ու դու առնես հավատքով, քո ներսը նորոգվի երկնքի արքայությունը հավատքով։ Դե չնորոգվի ու քո ներսը երկնքի արքայություն, մենք այնտեղ չենք կարող մտնենք։ Սուրբ սրտը պիտի երկինք մտնեն։ Քուրեր եղբաներ, այդ սուրբ սրտի մեջ ստեղծողը Աստված է։ Ում մեջ, հավատացողի մեջ, խոնարհվողի մեջ, կոտրվողի մեջ, Աստծո կավակի ներսը խառնվողի մեջ, ուրիշ ճանապարհ չկա։ Գիտեք, իմ կյանքում շատ բաներ եմ ես փորձել, որ ինքնուրույն մաքրեն ուժերով ստեղծվել, դե այդպես է հասկանում։ Շատ տառապանքներ եմ անցել,
շատ նեղություն եմ կրել ինքս իմ համար, իմ հետ կատարվող հարցերից մեջ։ Ինքան ծում է պահել, ես համաձայն չէի իմ վիճակից, ողբում է, լացում է, տելա, մինչև եբ սենց, մինչև եբ դի մնամ սենց։ Ինքան ծում է պահել, եղբան ասում է, եղբարյան նա շատ ծում պահի, դիմում է ինչու մի հնարք ինձ առաջարկում էի։ Ես այդ հնարքը կատարում էի հավատարմաբար։ Անգամ ծում է պահել, ինքամ է նիհարել, որ ғայշս կապում էի շալվարից, կողքի աղջկա յուպկի պես փոր էր կայնում շալվարս։ Նիհարել էի, բայց էլի նույն թավակյալին էի։ Ճար չկար, ինքամ է լացում, ինքամ է ողբում, ճար չկար, ինչ որ տերն իմ կյանքում անձամբ հայտնվավ, անձամբ ինքն արեց, և ինձ ուղեցին ճշմարտության խոսքին, ուղեցին ավետարանին, որ զորությունը ավետարանը, անփոփոխ ավետարանը, ինքն ակալում մեր կյանքի մեջ խոսքը Աստծո ստեղծի նոր մարդ մեր մեջ, ստեղծագործություն նորոգի մեր ներսը, նոր մարդ հագնենք, Սուրբ Հոգու զորությամբ, քույրեր եղբայրներ, նոր մարդը հագեք ձեր վրա, որ ստեղծողի պատկերի պես է, սուրբ եւ այլը, դա պիտի գա երկնքից մարդու մեջ, երկից ոչինչ չկա, վարագույրը եկեղեցում, այն տաճարում վերևից վար պատրվեցավ, նոր ճանապարհ Քրիստոս բացեցի ամայնով, նա եղավ այն զոհը, այն ճամփան երկինք մտնելու համար, էլ պետք չէր զոհեր, էլ պետք չէր ոչակեցներ, խոհեր, այծեր եւ այլերիշներ, այլ Քրիստոս այն զոհը եղավ եւ բավարարեց ամբողջ մարդկային սերնդի համար, ով հավատա, իրեն պիտի երկինք մտնի, քույրեր եղբայրներ, բավարարեց հոր պահանջը մարդու համար։ Ես ուզում եմ մի քիչ կանգ առնել, թե ինչպես է մարդ մեջ գալիս այդ երկինքի առկայությունը։ Գալիս, ինչպես կարդացինք։ Աստծո առկայությունը կերակուր խմլիկ չի, հապա արդարություն է, խաղաղություն ու խնդություն Սուրբ Հոգիով։ Դա Աստծուց է։ Քո հետ կապ չունի, իմ հետ կապ չունի, քո փողերի հետ, իմ փողերի հետ, իմ արտասունքի հետ կապ չունի, իմ հետ կապ չունի, մի բան կապ ունի իմ հետ, որ ես հավատամ դրան, համաձայնվեմ դրան, ուզնամ գայմ կյանքի մեջ, ես խոնավեմ այն կենդանի զորության առաջ, խոնավեմ իր խոսքի առաջ, և Սարային ասեց Տերը, այս հրեշտակետ խոսում է Աբրահամի հետ, Սարան ծիծաղեց, հիշում եք այդ բան, ես ինչ ասում ես հրեշտակետ ասխավել այն մարդ, կա ինձ իմ հետ աշապատում, նա կապեց իր հետ, Սարան ծիծաղում էր Աստծո հրեշտակի ասացի վրա, ասում նա կապեց իր ունակության հետ, որ անհնարին այս ինչ է ասում, մեռանց արգատից, ինչ հղիություն, ինչ որդի, բրծել արդեն, քույրեր եղբայրներ, ինչ լավ է, որ դու պրծնում ես, քո ուժը լրիվ սպառվում է, որ Տերը սկսի իրագործի իմ ու քո մեջ, սկսի իմ ու քո մեջ Աստված քույրեր եղբայրներ, եւ կարդացինք, որ դա կապ չունի, ոչ կերակուրի հետ կապ ունի, ոչ խմլիկի հետ կապ ունի, եւ այս բաները խոսեց Հիսուսը, հետաքրքիր ասեցին առաքյալները, ուզում այս տեղ կարդալ, Ղուկաս ավետարան 17 գլուխ 27 խոսքից Ուրե փաստն իրեն հարցուցին, թե Աստծո թագավորությունը երբ պիտի գա, պատասխան տավ անոնց ուսավ, Աստծո թագավորությունը դրսևանց երևցած բաներով չի գա, ու պիտի չսեն, թե ահոս է կամ հոն, վասն Աստծո թագավորությունը պիտի ձեր ներսիդին պիտի գա, ձեր ներսն է, ձեր ներսը կայ թագավորությունը, զարմացան,
ոնց թե պիտի մեր ներսը գա, բա մենք ուրիշ թակավորության ենք սպասում։ Դու ինչ թակավորության ես սպասում հարազատս։ Դե նախ պիտի քննեսը գա թակավորությունը։ Դի քննեսը բնակվի թակավորությունը։ Հուրեր եղբաներ։ Ես ինչ հրաշք ա խոսում Աստված, ես ինչ խոսում կնի Աստված։ Դի ձեր ներսը պիտի գա, ձեր ներսն է այդ թակավորությունը։ Հարց իմ մեջս կա այդ թակավորությունը։ Քո մեջ կա այդ թակավորությունը։ Ինչպես մի գա իմ ու քո մեջ հուրեր եղբաներ։ Մա դա կապ չունի ոչ ուտելու հետ, ոչ խմելու հետ, դա կապ ունի միայն երկնքի Աստծո որդու կատարածի հետ։ Նա կատարածին պիտի հավատանք։ Հուրեր եղբաներ, այսօր սատանան շատիցս հավատն է թալանե։ Մնացած գաղափար հավատքը։ Գիտենք պատմություն։ Հատ Հիսուս խաչվել, հատ այսպես հատ։ Գիտենք պատմություն, բայց դա իմ ու քո մեր դառնա միայն պատմություն, չի դարձե հավատք։ Չի դարձե կյանք։ Չի ներգործում ներսս այդ կյանքը։ Քուրեր եղբաներ ջան։ Այս Սուրբ Հոգին մեր պիտի այդ կյանքը կառուցի։ Այդպես է գրված Աստծո խոսքում, որ առանց իրա գրված այսպես Եփեսացիս 3-րդ գլուխ 16 խոսքից։ Տաճեմ որ տա ձեզի իր փառքի ճոխության չափովը զորությունով հաստատվիկ իր հոգով նսի մարդու մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր մեջ բնակվի ու դուք սիրով արմատացած հաստատված ըլաք, որպեսզի Քրիստոսը հավատքով ձեր մեջ բնակվի, հավատքով բնակվի ու դուք սիրով արմատացած հաստատված ըլաք։ Այդ երկնքի առկայությունը դա պիտի մեր մեջ անի Սուրբ Հոգին։ Իսկ ինչպիսի արտահայտություն կա երկնքի առկայության մեջ գալու մեջ։ Ինչով արտահայտվում քուրեր եղբաներ։ Գարտացինք։ Արտահայտություն, խաղաղություն, խնդություն Սուրբ Հոգիով։ Արտահայտություն, ինչ անենք արտանանք։ Ինչպես արտանանք եղբաներ։ Ինչ գործ գործենք արտանանք։ Քույրեր, ինչ գործ գործենք որ արտանանք։ Մեզ մայրիկին։ Ինչ անես արտանաս մերս։ Հավատանք Հիսուս Քրիստոսին իր խոսքին։ Այսինքն ու վերջ, բրծավ։ Այդ ինչին հավատաս։ Ոնց անես արտանաս։ Արտար ես։ Եղբայր ես։ Ես ինչ հարց տվեց։ Հավաքով, ասա, մի վախեցի։ Մի քույրիկ, մի եկեղեցի անդամ տատիկի այցելեցի, լավ չէր։ Սանք իրական, վեճևետ հոգեկան դա պրակտիկ, իրական դա դու պիտի ապրիս։ Դա գաղափար չի, դա դու պիտի ապրիս։ Մի տատիկ այցելեցի, չէ գալիս հավաքուտի եկեղեցի անդամ տատիկ էր, ասի մերս վերջ երբից այցելեցի խոսեցի, ոնց ես բան, ասի լավ չէ, եղբայր, լավ չէ։ Ասի ինչ եղել։ Ասենց գալքն ախպում ձերքերով, յանում շատ վատ եմ, ինչ եղայ մերս, մարտամահաց, ինչ եղել։ Ասեց եղբայր, տղաս ասեց, քանի հեկտար հողեր վարձը վերցրել, ծմրուկ է դրել, որ ծմրուկը նաճեր, մա կարգուտն եկավ սաղ ծմրուկը տարավ։ Ասում հա մերս, կարգուտը ծմրուկը տարավ, հավատը թխի տարավ։ Ինչ կամ ուտի ծմրուկը քո հավատքիդ հետ, քո նեսիդ պաշտամունքի հետ, քո երկնքի հետ, ինչ կամ ունի ծմրուկը։ Այս սատանան կապում է, գիտես ինչ Հիսուս ջան, քեզի պաշտում եմ, այսինքն մարդն մասոտ արևտրի մեջ, կաղոթեմ որ տաս, դուր որ աղոթեմ, արևտրի մեջ է մարդը մտնում հոգեբանության մեջ։ Իսկ Աստված արևտուր չի։
Սատանան ասեց Աստծուն, գիտես ով քեզ ծրի է ապաշտում։ Ամեն բան տվել ես, ցանկվել պատել ես, ու մասն ձերտած կպաշտեմ քեզ էլի։ Ու Աստված ցույց տվեց Սատանային, ապացուցեց, որ Հոբն Աստծուն ծրի է ապաշտում։ Կապ չունի ինչ պատահեց Հոբին, կապ չունի ինչը պակսեց Հոբի կյանքում, Հոբն Աստծուն ծրի էր պաշտում, Աստծուն պաշտել Աստծու համար։ Ու գրված այդպես, ասում է անողն ցավից մեջ, սուրբի խոսքերը չուրացա։ Քուրեր եղբայրներ, Աստծուց տրված մեզ համար իր որդիով ամեն բան կա արդեն։ Պիտի քումաճը դա դառնա իրականություն, դիմնեսը դառնա իրականություն։ Հավատքով չխառնվան նրանց մեջ, դա նրանք չասան, ընկան ճանապարհին, անապատում մեռան, երկու մարդ մտավ այդ դուրս եկածներից, իրան զավանեն մտան քան երկիր, երկուսը, ով են ով այշմ, երկու հոգի, Քաղեբ Հեսու, մնացը բոլոր մեռան, իրանց անհավատությամբ մեռան, չմտան, քուրեր եղբայրներ, այսօր դե մեներսն խոսքը չի դարձա հավատ, մենք հավատով մեներսը չի խառնվի Աստծո խոսքը, կմնան ճանապարհի կեսին, կարկուտը կգա, հավատը կտանի, մյուսը կտանի, քուրեր եղբայրներ, Աստծո արկայությունը, արտարությունը, Քրիստոսն է մեր արտարությունը։ Նա այդ գինը վճարել է։ Մեղքի գինը նա վճարել է իր մահով, իր այրունով։ Որ քո մեղքերը թողված են, դու արտար ես։ Եվ ապացույց կա Հիսուսի հարությունը մեր արտարության ապացույցն է։ Դու կարաս հավատաս, գրված այսպես, Հռոմայեցիս 5-րդ գլուխ, 4-րդ գլուխ, 25 խոսքը և 5-ի առաջինը։ Որ մեր հանցանքներու համար մատնվեցավ, ինչին մատնվավ Քրիստոս մեր հանցանքի համար, ինչին մատնվավ, մահվանը մատնվավ։ Եսայա 53-րդ գլուխը ողջ Քրիստոսի տառապանքն է խոսում, իմ փոխարեն, այդ դառը մահվան մատնվավ, իմ փոխարեն, այդ դառը անարկանքին մատնվավ, իմ մեղքի համար, որպեսզի ես մեռնեի, Աստծո որդին, հակամ մարմին, թողեց փառք երկնքի, եկավ երկրի որպես մարդ, իմ փոխարեն նա մեռավ որպես մեղավոր։ Եվ իր աման իմ համար հորետ հաշտության պաշտոն էր դա։ Նա ինձ ու քեզ հորետ հաշտեցրեց։ Մի անարգի հիման, քո գործը մի փորձի արտանաս։ Մի տրորի Հիսուսի այրունը քո արածով մի փորձի արտանաս։ Հիսուսը իմ արդարությունն է։ Նա է իմ մեղքերից բավականությունը։ Հայրը իր որդիով հաշտվավ իմ հետ։ Հոր առաջ իր որդու այրունը զոհ բավականացրեց հորը։ Հայրը հաշտվավ իմ հետ։ Էպես ասում Եսային, որ մեր եւ հայրն ուզեց նրան ծեծերով ցավերի մատներ։ Անոր անձը մեղքի համար զոհ արեց հայրը։ Իմ համար Քրիստոս մեռել է խաչի վրա։ Իմ պարտքերս նա տվել իր մահով, իր անը հելելով, իմ պարտքը տվել է Քրիստոս։ Մի կողմից հայրն էր պահանջում մեղքի վարձքը, դե մեղարը մեռնել, մի կողմից սատանան էր պահանջում մեղքի վարձքը։ Հայրը տվեց մեղքի վարձքը, իր որդին դարավ մեր համար մեղքի պատիժ, մեղքի վարձք։ Հայրը արդար դատապարտություն կատարեց մեղավորի համար, մեկը մեռավ, մեղավորի համար մեկը գին դրեց, մեղավորի համար մեկը բարեխոս եղավ, որ մեր հանցանքներու համար
մատնվեցավ եւ մեզ արտացնու համար հարություն արավ։ Իր հարությունը քո արտարության ապացույցն է։ Դու արտար ես, որը քո գործնա քեզ արտարացնում։ Հապա Քրիստի մահնա հարությունն է քեզ արտացնում։ Դե սա դու չընդունես հավատքով, դու արտարին վայել կյանք չես կարող ապրել։ Դե արտար կյանքը գա իմ ու քո մեջ, ու դու ապրես արտարին կյանք։ Դե չի եկել հավատքով իմ ու քո մեջ արտարությունը հավատքով դու արտարի կյանք չես կարող ապրես։ Չես կարող ապրես։ Դու կապրես արդեն պարտականություն որպես, իսկ դա արտարություն չի։ Մարդու արտարությունը դաշտանի լատին կտորի պես ասում մարդկարեն, աղտոտ բանյան նմանացնում, ինչա մարդու արտարությունը։ Ինչ ես դու փոխես հիսի խաչը, նա տարապանքը, այրունը քո գործի հետ, քո ինչը բանի հետ մարդ։ Քրիստոս իմ արտարությունն է։ Իմ արտարությունն է, իմ փրկության երաշխիքն է, իր հարությունը իմ ապացույցն է, այս սատանան սա չուզում դու ընդունես, բա քո գործերդ, բա դու, ինձանից ոչինչ լավ բան չես սպասում, հինտիգից լավ բան չկա, Ադամից լավ բան չի մնացել։ Մեղքը Ադամով եկավ աշխարհ։ Չկա մի լավ բան, մեկը չկա արտար գրված է Հռոմեացիս 3 գլխում, մեկը չկա արտար։ Անգամ մեղ գործեցին եւ Աստծո փառքից պակսած են։ Այդպիսի սա դու հավատքով ընդունես, որ դու Քրիստոսի այրամբ արտացված ես։ Ու նա քո համար գինա վճարե։ Քուրեր եղբայրներ, սա սատանային ամենահակառակ գործն է, ու նա քո վրա այլևս իրավունք, իշխանություն չունենա։ Սա հավատք է։ Սատանան ինչի՞ց ունի իրավունք։ Դեռ մարդը չի կամ հավատա Քրիստոս իր համար կյանք է դրել, իր այրան գինն է դարձել արտընինքը։ Հիսուսի սեփականությունն է, նա մեզ արյունով ծախույր առե։ Մենք իր սեփականությունն ենք, իր ընտանիքն ենք, տունն ենք իր։ Գրված այդպես Եփեսացիս թուղթ 2 գլուխ 12 խոսքից, որ այն ատեն դուք առանց Քրիստոս եք, ու հեռացած եք Իսրայելի քաղաքացունեն, եւ օտացած խոսունքի ուխտերեն օտար եք, ու հուսալ չունեիք, եւ այս աշխարհի մեջ անաստված եք, սա ենք եղել մենք։ Բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատենը հեռավոր եք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունովը։ Բան փոխվեց, կարգ փոխվեց, հրաշք կատարվեց երկնքից, բայց հիմա ունեն անցան, ամեն բան նոր եղավ, այդ նորը խաչով կատարվավ, Գողգոթայով կատարվավ, Աստծուց ուղարկվեց այդ նորը, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատեն հեռավոր եք, մերձավոր եղաք Քրիստոսի այրունովը։ Վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկ ыրա ու մեջտեղի պատը, այսինքն իրար եղած թշնամությունը իր մանավը քանդեց, հրամանով եղած պատանքի օրենքը խափանեց, որպես իրբով այն երկուքը նոր մարդն հաստատե եւ այսպես խաղաղությունն է։ Երկունալ մեկ ման եղած հաշտեցել է Աստծո հետ իր խաչը, վասնզե անով սպանեց թշնամությունը եւ եկավ խաղաղություն կազմեց ձեզի, որ հեռու է, ու անոնց, որ մոտ են, քանզի անոր ձեռքով մենք երկուքսալ մեկ հոգիով հորը մոտանալու արտոնություն ունենք։ Մոնալասկ հետև դուք օտար պանդուխ չեք, հապա սուրբերին քաղաքակից եւ Աստծո ընտանիք, ալելույա։ Նոր ստեղծագործություն, նոր կյանք, նոր առաջագործություն հոգևոր,
Նոր բնություն եկա քո ներսը, Սուրբ Հոգին եկա քո ներսը։ Աստծո կյանքն հայտնվավ հոգուտ աշխարհի մեջ, որ ապրի քո մեջ նոր կյանք։ Սա դու կարող ես հավատքով ընդունես։ Մին բդ արևտրի մեջ, այլ ընդունի Հիսուսի արածը քո համար։ Մին բդ այս հոգեբանության մեջ, որ անեմ նոր անի, տամ նոր լսի, կանչեմ նոր ես, մին բդ այդ արևտրի մեջ, քո համար արդեն գինա դրված, փրկություն ա բերված, նոր Ադամ եկե քո համար երկնքից, քո համար կյանք ա բերվել, կյանք պիտի քո ներսը գա Աստծո արտարությունը։ Սուրբ Հոգով պիտի նորոգվի ներսը արտարին վայել կյանք, Սուրբ Հոգով լեցուն կյանք, ապրես արտարին վայել կյանք, արտարի կյանք ապրես։ Դա իմ քո մեջ անում է Սուրբ Հոգին։ Այ պիտի հավատքով խառնվի ներսդ։ Որովհետեւ կանաս գաս Աստծո առաջ։ Այդ հավատքով գաս։ Որ դու արժանի ես գաս, որ դու արժանի ես, որ դու լավն ես, բարի ես, հապա Հիսուսի այան արժանիքով պիտի գաս մտնես Սրբծան սրբոցը։ Դա քո արժանիքությունն է, սա պիտի դառնա հավատք, գաղափար չի, հավատք, որ կանչում ես լսի քեզ, խնդրում ես տրվի քեզ, թակում ես բացվի քեզ համար։ Հիսուսի կատարածի շնորհիվ քուրեր եղբաներ։ Եվ 5-րդ գլուխ առաջի խոսքը։ Եվ այսպես հռչակում է, հայտարարում է. ուստի մենք հավատքով արտածած ըլալով խաղացում ենք Աստծո հետ իր որդու Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ալելույա Տիրոջը։ Սա ընդունի, դու ընդունի, թող հավատքը բժշկվի, թող հավատքը նորոգվի, թող հավատքը փոխվի, ումն դու, ումն մենք հավատքով արտածած ըլալով խաղացում ենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրիշ միջոց չկա։ Ուրիշ միջոց չկա։ Ներեցում խնդրում, ներողություն, հազար ներողություն։ Ինչ ռակցան նեսը հավատքի։ Գաղափարից ռակցա չկա, հավատքից ռակցա կա։ Այսինքն փոփոխություն կա ամեն տեղ։ Ես քո արտարն եմ։ Ես քո արտարն եմ։ Ներես, դու արտար չես, բայց դու իրա արտարն ես։ Ինքն քեզ արտարացրել։ Ամեն։ Քուրեր եղբաներ, սա վեդարանն է, սա հավատք է։ Եվ այդ հավատքով է գած կյանքը քո մեջ, նա այն կյանքը պիտի ապրել տա քեզ այդ արտարին վայելի կյանքով։ Զսպելով չի, որ մեղ չգործես, զսպեմ չծխեմ, զսպեմ չհարպեմ, զսպեմ չայոյեմ, զսպեմ չբամպասեմ, դա կյանքի հայտություն է ներսդ, դե ապրես արտարի կյանք, հավատքից եկած, խաչով տրված նոր կյանք, ինչ է ժանգում, զսպեմ չայոյեմ, զսպեմ չծխեմ, մեղ ասու, ինչ հավատքը զսպելով է, դա կյանք է, Քրիստոս ռեալ կյանք պիտի ապրես դու ետասարդ, մեծասակ։ Զսպեմ հանգաչ չսիրահարվեմ անհավատի վրա, զսպեմ չփախտեմ եղած։ Իդ ինչ թավայքալի բաներ են։ Քուրեր եղբաներ, դա կյանք պիտի ապրես դու։ Այ երկինքի արկայության կյանքը դիգա իմուքո նեսը դրսից չի։ Դիքո նեսը կյանք կա։ Նեսը դետ կյանքը հայտնվի։ Ապրես արտարի կյանք, ապրես սուրբ կյանք, ապրես Աստծո եկողության, սրբության կյանք, իմաստությամբ լեցված կյանք, արտարություն է, նախ երկինքի արկայությունը արտարություն է, ընդունես քո ներսդ Քրիստոս արտարությունը, դենաս քո արժանիքությունը այդ այրան մեջ, արժանիքությունը։ Սատանան մի քույրիկ ունենք Երևանում, մեդագը դեպք պատմեց, ասա մի օր փողոցում էի գնում էի միշտ գործեմ գնում արտանշուտ, ասա մի հատ հոգեկան հիվանդ կա, դիվահար կա, ասա միշտ ասա իմ դեմն է ելնում, ասես վախում եմ իրանից, որ միշտ իմ դեմն է ելնում։
Մյուս օր տեսան որ իմ դեմն ալ գալիս, ասում այդ մայթով ու իմ դեմ աբարձանում, գալիս է ինձ ընդառաջ, մեր ճանապարհը փոխեցի այն կողմով գնամ, մինչ ճանապարհը փոխեց, եկավ ասում նույնց ասում իրար հանդիպեցին դեմ առ դեմ։ Եվ այդ խոսում ասում է, մենք քո մեջի եղածից ենք վախենում, դու մեզից ես վախենում։ Մենք քո մեջինից ենք վախենում, դու մեզից ես վախենում, դեսո ում որդին ես դու։ Դու ով կա քո մեջ բնակված։ Դու ում ես պատկանում։ Դե ապրես հավատքով։ Դե արտարը հավատքից ապրի։ Հռոմայեցիս 1:17 արտարը հավատքից պիտի ապրի։ Հիսուսը ունեցած հավատքից ապրես։ Նա արյան շնորհքի հավատքից ապրես։ Նա խաչի տառապանքի հավատքից ապրես։ Նա իմ արտարությունն է։ Ոչ չապրես քո խելքով։ Չապրես անհավատ կյանքով։ Չապրես մարդկային գործերից բխած, թվացած արտար կյանքով, ապրես Հիսուսի խաչի արտարությունից։ Նա այրան արտարությունից։ Ումերս նա այրան գին։ Այս սատանան եկեղեցու դրամար ավախենում, որ Հիսուսի այրունը կա եկեղեցու վրա։ Այրունը կա։ Այնպես գրված է։ Դուք ծախու եք առնվե Հիսուսի այրունովը, դու ծանտները չեք, հապա նրանն եք։ Հայպիտ դես հավատքով զինվես։ Քուրեր եղբաներ, վերջի պատերազմ են մենք տալիս, վերջի պատերազմ։ Դե հապշտագի եղեցին։ Վերջի կռիվն է հոգևոր, դե հապշտագվես։ Դու հավատքով ես ապրում, հավատքի կյանքը սուրբ կյանք է տանում քեզ ինձ։ Մաքուր կյանք է առաջորդում ինձ ու քեզ։ Որ հապշտակվես, դե սուրբերը հապշտակվին, սուրբերը եկինք մտնեն։ Այ արտարի տված արտարությամբ, որ ապրումնա սուրբը, այդ կյանքով եկած արտարությունը քո մեջ բնակված, այդ կյանքը պիտի քո մեջ ապրի, եւ պիտի այդ կյանքը ասում փառավորի։ Արտարությունն է։ Խաղաղությունն է։ Հիշում եք Հիսուս որ հանդիպեցի աշակերտին ասեց, ինչ ասեց, խաղաղություն ձեզ։ Ձեզ ինչ եմ անում, ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս։ Որտե այն ինչ աշխաննի, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Քուրեր եղբաներ, Աստծո խաղաղությունը գրված այսպես։ Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքե վեր է, ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանե։ Այ Աստծո խաղաղությունը։ Ձեր սրտերը 4:7 Փիլիպպեցիս։ Ձեր սրտերը, ձեր մտքերը Քրիստոս Հիսուսում կպահպանե։ Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է, քեզ դժվար է խախտեն։ Հանգիստի սատանան քո խաղաղությունը խախտի։ Դու ունես Քրիստոսի խաղաղությունը։ Այդ կյանքի մեջ կա իր կյանքի խաղաղությունը։ Այդ կյանքի մեջ կա անհաղթելի խաղաղությունը, անպարտվելի խաղաղությունը։ Սատանան ինչ է միտ բերի քեզ, քո մտքիդ մեջքը այնպես է կապված Աստծո խոսքի խաղաղությունով, սատանան չի կարող քեզ խախտի։ Դե ես չունեմ իմ եկեղեցին։ Այ դերը պիտի շինի իմ ու քոներս այդ եկեղեցի արքայությունը։ Քուրեր եղբաներ ջան։ Եվ շատ գեղեցիկ գրված նաև Կողոսացիս գրքի մեջ։ Կողոսացիս թուղթ 3-րդ գլուխ 15 խոսքը 3:15 Եվ Աստծո խաղաղությունը ձեր սդեմերը թող թակավոր է, որ դուք կանչվեցաք մեկ մանմնով ու գոհատոր եք, որտեղ թակավորի ձեր սրտերի մեջ է թակավորի։ Աստծո խաղաղությունը դա թակավորի զավակի վայել հատկանիշը, աստվածային կյանքի բնորոշ հատկությունը, Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է, ձեր սրտերը,
Մտքերը Քրիստոսություն պիտի պահպանեն։ Աստծո խաղացումը ձեր սրտի մեջ թակավոր է։ Քուրեր եղբայրներ ջան, այ երկնքի արկայությունը։ Երկնքի արկայությունը։ Դիգա մեր ներսը, իմ ներսս, քո ներսը, մնեսը փապակի երկինք, ծառավի երկինք, հանդիպի երկինքին։ Քուրեր եղբայրներ, մենք դե այստեղ ապրենք, երկինքի օրեն ապրենք երկրի վրա։ Քուրեր եղբայրներ ջան, Հիսուս մամին հակած այդ երկինքի արկայությունը ապրեց այստեղ։ Այդ արկածը մեջ կար սիրո արտահայտություն, մեծ ներում, մեծ համբերություն, մեծ խոհեմություն, մեծ հաճություն հորը։ Քուրեր եղբայրներ, այդ կյանքի մեջ կա այն աստվածավայել կյանքը, Աստծո խաղաղությունը, արդարություն է, խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգիով։ Մենք ասում ենք այս բաներով ասում ծառայի նանգ պաշտի հայ հաճելի է Տիրոջը։ Մենք ինչով ենք ասում պաշտում։ Ինչով։ Եթե մենք ենք սարքե, քուրեր եղբայրներ ջան, այս Սուրբ Հոգին մեր դե կյանքը նորոգի։ Քուրեր եղբայրներ, Սուրբ Հոգով ապրել, Սուրբ Հոգով լցվել, Սուրբ Հոգով նորոգվել, եւ ինքը մենեսը պատրաստի երկինք։ Դա իր գործն է միայն մարդու գործը չի։ Հանձնվի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, հանձնվի իրան, նա անձ է գիտի ինչպես մոտենա ինձ քեզ, ինչպես օգնի, ինչպես խոսի, ինչպես առաջնորդի, ինչ մնացը կատարի Սուրբ Հոգին քուրեր եղբայրներ, նա եկեղեցին պատրաստողը, նա է Քրիստոսի այգին պահապան անողը, նա է, այդպես գրված է Եսայա մարգարեություն 27 գլուխ։ Եսայա 27 գլուխ 3-րդ խոսքը։ Ես Տերես կպահեմ զանիկա, ամեն վայրկյան մեջ պիտի ոռոգեմ զանիկա, գիշեր ու ցերեկ անոր պահապանություն պիտի անեմ, որպեսզի չլատանան վրա մարդը հարցակվի։ Հալելույա Տիրոջը։ Մենք իր այգին ենք, իր տունն ենք, իր տղան աղջիկներն ենք։ Մի նայի քեզ, քո տղայություններին, այո, եղբայր ճիշտ ասես։ Բոլոր ծայրեր ինձին այգո փրկվեք գրված է։ Փրկությունը մարդուց չի, մարդու ուժով չի, հավատա շնորհքով է Քրիստոսից։ Դուք շնորհքով փրկված եք, հավատի ձեռքով, սա ձեզ մեջ չի, հապա Աստծո ձրի պարգևն է։ Ձրի չի, գին է վճարվել, գին մեծ գին է տրվել, բայց մեզ դա ձրի է շնորհվել, քուրեր եղբայրներ։ Հավատքով փրկված եք դուք, հավատքով Հիսուսի ձեռքով, նա այրան ձեռքով, զոհի միջոցով, քուրեր եղբայրներ ջան, այդ ուզի Աստված իր եկեղեցին, այս վերջի ժամանակում սուրբ ապրի, իրանով ապրի, երկնային կյանքով ապրի, երկիկի հույսով ապրի, հավատքով քայլի։ Քուրեր եղբայրներ, մեծ պատերազմ է, մեծ պատերազմ։ Հնդայք տեսեք, խնդրում եմ, չնեղվեք, խնդրում եմ, ես դրա ինչ ձեզ եմ ասում, սա դրա կարիք ունեմ, գիտեք, չէ դες արդեն պրծել եմ, դեր երկրի վրա եմ, դեր պատերազմ է, դի բարի պատերազմ ենք, դի մինչև մեր ընթացքը ավարտենք, մինչև վերջ, դի հավատքը պահենք, քուրեր եղբայրներ, մի վախեցի, մի խառնեմ իրար, եւ տեսեք, եւ որ չկա այդ արտահայտության կյանքը, երկինքի կյանքը չի հայտնվում մեր մեջ։ Մեր մեջ ինչեր չի սկսում հին Ադամը գործադրել։ Կամ մատ քույրիկ ինձի բան ասես, խռովեմ, մատ եղբայրի թարսնա ես, քենախնդիր լինեմ, սկսենք իրա ատել, նախանձել, բան պասել, նեուսեմ խնդրում, բայց իրար հանդիպլության լավ էլ պաչում ենք, բայց գրված իրար ինչ համբույր տվեք, այդ ո՞րն է սուրբ համբույրը, պորոշի է, դեպի ճակատը պաչել, ո՞րն է սուրբ համբույրը, ո՞րն է, որ, չգիրեք, ասեմ, եթե ես իմ ունիկ եղբայրի ներսս հաշի իրա հետ, իրան չեմ ները, իրան մենք ես իրան չեմ ծում, իմ համբույրս սուրբ է թե կեղծ է, եղավ ուդայի համբույր, այս է որ ներսս իմ եղբայրի դեմ բան
չկա։ Նեսս իրան սիրում է, նեսս խաղաղ է։ Բայց որտե նեսը բալական մատ պաչեմատ է։ Ադեն չի, հարազատներ չի։ Այ երկինքի ակադոմը դեպեսի բան չկա։ Սուշպա, ամեն բան սուշպա։ Ամեն բան մակուր է։ Ամեն բան արտար է։ Ամեն բան երկինքի իրավունքով է։ Քուրեր եղբայր, այնտեղ չկա կռիվ։ Այնտեղ իրար դոշեր հավաքել չկա։ Այնտեղ իրար բամբասել չախոսել չկա։ Այնտեղ բաժանում չկա, սուպեր չեն բաժանում, չեն էլ բաժանվում։ Սուշպեբ երկինք շարանգեն։ Յանի սրտով մաքուրներին։ Նամդի ասուսու, տենան ասու զավակ կոչվեն։ Երկինք մտնեն, երկինք շարանգեն։ Մենք դրա զավակներն ենք։ Որ գամ εμեջ այդ կյանքին, նենք հաղորդ այդ փառավոր կյանքին, Սուրբ Հոգու միջոցով հաղորդ այդ կյանքին, որ երկինք ժառանգենք, հարազատներ ջան, մեզ դամատ են հավաքել, մեզ դամատեր է կանչել, իրա փառախն ա բերել, մեզ իրարա խառնել, դուք մեկ եք, դուք իմ այրան գինն եք, իմ ժողովուրդն ենք, իմ ընտանիքն եք, ընտանիքում կա փոքրիկ երեխա, բայց այդ ընտանիքի ժառանգն է, Կաղալինիկ կրսկի երեխա, տանգն է կեղտոտում և այլ է, բայց այդ ժառանգն է, ընտանիքի ժառանգն է, նա այնտեղ ծնվե, դի սպասենք նա մեծանա, դե ներպես անայում գիտեք մեզ, էստեք սկսած ինձանից, տարբեր հասակի եղբայր քուրեր ենք, բայց Իրանն ենք, իրասերունն ենք, իրար ժողովուրդն ենք, քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված մեզ, Լեսնի մեզ Սուրբ Հոգիով Աստված, քուրեր եղբայրներ, դե այդ կյանքը մեր մեջ Սուրբ Հոգին կառուցի, եւ այդպես գրված է Տիրոջ խոսքում։ Եփեսացիս 4 գլուխ։ Այդ տեսեք այդ արտավորիկավ այդ կյանքը կա քո մեջ, տես ինչ է ասում 22-րդ խոսքից, որպեսզի ձեր վրային մեկդի հանեք այնտեղ առաջվա վանվեսեղած հին մարդը, խապեպա ցանկությամբ ապականված է։ Եվ ձեր մտքի հոգով նորոգվեցեք, նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերի պես տեսված է արդարությունով ու ճշմարիտ սրբությունով։ Այ հանվում է հինը։ Համաձայն չես դու հնի հետ։ Դու պատրաստում ես դրա դեմ, համաձայն չեմ, Տեր, ինձ ազատ արա Տեր Հիսուս։ Ոնց է կարծում Պիտի մենք մեռնենք հին մարդու համար, թե պիտի հին մարդը մեռնի մեր համար։ Դժվար հարցամ լավ, կատ փորձեմ մանար օրինակով բերեմ։ Վերցնենք, թե Հայաստանում շատ ուժեղ մարոզներ են լինում 35-40 կան տեղեր։ Մրսում ենք, տակ ենք հագնում, գլխակ ենք դնում, շարֆ ենք փաթաթում, որտեղ մրսում ենք։ Բայց մարդատեսակ կա, որ նրանց այդ մարոզը չի իշխում։ Դրանք ովքեր են։ Գիտեք այս մարդատեսակի։ Հլուժեղ ասա։ Մեռած մարդիկ են։ Որտեղ մարոզը չկա, իրանք չկան մարոզի համար։ Իրանք են մեռած։ Իրանց վրա չի իշխում մարոզը։ Դամա Պողոսը աճանաբար գտել էր Տեր շնորհքով, Սուրբ Հոգու միջոցով ասում է, ես ամեն օր մեռնում եմ։ Ինչ համար մեռնում։ Նա մեղքի համար ամեն օր մեռնում էր։ Նա էր մեռնում։ Որպեսզի խապանվի իշխանությունը։ Քուրեր եղբայրներ, մարդու բնությունը ինքն իրեն չի փոխվում իր ուժերով, դա մահով է փոխվում։ Դա կյանքի հատուցությամբ է նորոգվում մարդու մեջ։ Նորոգվի մեր կյանքը։ Այդպես գրված է Հռոմայեցիս 6-րդ գլխում այդպես է գրված։ Մեր կյանքը նորոգվի։ Չեք գիտեր, թե մենք որ Քրիստոս Հիսուսով մգրտվեցանք, անոր մահվանը մգրտվեցանք։ Անոր թաղվեցանք մգրտությունով, մահվան համար, որպեսզի ինչպես Քրիստոս հոր փառքովը հատնի առավ մեռներեն, այնպես մենք կյանքի նորոգության մեջ պտտվենք, դի մեր կյանքը նորոգվի։
Այս գիտնանք, որ մեր հին մարտանոր հետ խաչվեցավ, որպես մեղքի մամինը փճանա, բայց ալասկի հետև մեղքին չծառայենք։ Նորոգվի մեր կյանքը։ Քուրեր եղբաներ, Սուրբ Հոգով լեցված պարտուներսի կյանքը օրեցօր նորոգվում է, օրեցօր։ Եվ եկինքի համար պատրաստվում, հապշտակման է պատրաստվում։ Քուրեր եղբաներ ջան, շատ ժամանակ չկա եկեղեցուն երկրի վրա։ Եկեղեցին շուտով կհապշտակվի, սուրբեն հապշտակվեն, Քրիստոսով նորոգված կյանք ունեցող զավաներ պիտի հապշտակվեն։ Քուրեր եղբաներ, մեր ժամանակն հասել է, ինչպես ասեց Հիսուսը, ժամը հասել է, դե փառավորի որդին։ Մեր ժամը պիտի հասնի շուտով։ Շատ ժամանակ չկա, եղբայրներ քուրեր։ Ինչ հարց ունենք, լուծենք իրար հետ, լուծենք երկնքի հետ։ Նենք հաղորդ երկնային կյանքին, այն սրբությանը, Սուրբ Հոգու միջոցով։ Քուրեր եղբայրներ, ինչ հարց ունենք, ներենք իրար, խոնավենք երկնքի առաջ, դու եղբայր ջան, դու քուր ջան, դու ինչի՞ չէ, դու ներեք ինձի։ Ես մարդ եմ, երկինք եմ ուզում գնամ երկինք։ Քուրեր եղբայրներ ջան, ինձ էլ օգնեք, գիտեք որ գնամ երկինք, ինձ էլ օգնեք։ Մենք իրար օգնենք, իրար ձեռքերը բարձրացնենք, հորդորենք իրար, մեկտեղ հավաքվել չթողենք։ Այսօր սատանան կոդլաշատերի հավատքը Աստծո խոսքի վրա կարդալու հետ կապված, աղոթքի հետ կապված, մեկտեղ հավաքելուց հետ կապված, սա շատերը չեն ուզում մեկտեղ հավաքվեն։ Սա սատանայի սդերն է։ Մեկտեղ հավաքվել մի թողեք, Եբրայեցիս 10:25, ինքն ոմանք սովորություն են։ Այո, քուրեր եղբայրներ ջան, մենք հավաքվենք մեկտեղ։ Մենք մեկտեղ պիտի Տերը փառավորենք, իրար հորդորենք, լցվենք Սուրբ Հոգով, տեղ տանք Սուրբ Հոգու աղոթքին, որպես ինքը մենք այդ կյանքը նորոգի, քարուքանդանի Սուրբ Հոգին, խավարի գործերը, քարուքանդանի Սուրբ Հոգին, սատանայի մտքերը, ներգործված խավար կյանքը, որ ինքը քարուքանդանի, մեր երկնային կյանք կառուցի, մեզ պատրաստի, երկինքի համար քուրեր եղբայրներ ջան, օրերը չար են, մենք պիտի զորանանք, դուրս հենվենք ավելի, մոտնանք Հիսուսին, իրեն վստահենք, իրեն հենվենք, իրեն աղաղենք, ինչպես գրված է Սամոս 50:15-ում, ինձի կանչի քո նեղության օրը, ես քեզ կազատեմ, դու ինձ կփառավորես, ինձի կանչի գրված է։ Քուրեր եղբայրներ ջան, դե հանձնվենք Տեր ձեռքերի մեջ, հանձնենք ավետարանների խոսքին, այն Սուրբ խոսքին, որ կարող շինել եւ բոլոր սրբազան մեզի ժառանգություն տալու, երկինք հասնի, նա կամեն մեզ շինի երկինքի arkայություն։ Քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված ինձ, ձեզ, մենք պիտի ուզենք Հիսուս ջան, արամ իմ մեջ Տեր, արի իմ կյանքի մեջ Տեր, քայլի իմ մեջ, իմ Աստված, տեսկան ինչն ես խանգարող ես, Տեր ավրի, Տեր թող խայտարակվեմ, Տեր թող պախարակվեմ, թող հին մարդը փչանա, միայն դու բարձրանաս իմ մեջս, երևաս միայն իմ մեջս, իմ տանիքիս մեջ, զավակներիս մեջ։ Քուրեր եղբայրներ, դե ոմանց ընտանիքում էլ չկա դեռ, ոչ բոլոր չեն ապաշխարում, տղա չի ապաշխարում, ամուսնեն չի ապաշխարում կամ տեկինը մի վախեցի, մի դատարի աղոթքից, մի հանձնվի, գրված այդպես Դուրս խոսքի մեջ քուրեր եղբայրներ ջան, կան շատ մայրեր, ոնց երեխաները դեռ հավատքի մեջ չեն, մի հանձնվի, մի թևեր թուլացրու, մի աղոթքը դատարացրու, գրված է Դուրս խոսում այսպես քուրեր եղբայրներ, Առագած գլուխ թուղթ, Առագած գիրք 19 գլուխ 18 խոսքը, 19-18, քանոր հույս կա տղատ խրատ է եւ անոր մահվան կամակից միլա։ Սատանան գոհացրա երեխային, նա տալմա դեպի մահվան, մի հանձնվի, մի վախեցի, աղոթ կարա Տիրոջը, Տեր իմ զավակիս համար, իմ կարենիս համար, գայանչիկիս համար եւ այլիս համար, Տեր փառախդ բեր, դրամանեց արուն թափ Հիսուս ջան, իմ ամուսնուն Տեր Հիսուս, իմ կնոջը Տեր Հիսուս, աղոթ կարա Աստծո մարդ, կանչի երկինքի Աստծուն, եւ Գեղեցիկա մեզ ասում ողջ Երեմիայի մեջ
ողջ Երեմիա երկրորդ գլխում գրված այսպես։ Ողջ Երեմիա եւ ավարտում եմ իմ խոսքս։ Երկրորդ գլուխ 18-19 խոսքերը։ 18-19 կեսից եմ կարդում։ Քեզի հանգիստ մի տուր, աչքիդ բիբը չդադարի, ելիր գիշերով, աղագե գիշվա պարու սկիզբը, քոսիդը ջուրի պես թապետ տիրոջ երեսի արջև, ձրքետ անոր վերցուր, քո տղոցդ հոգիների համար, որոնք ամեն փողոցու գլուխը անօթություն է կմարին։ Մի հանձնվի, հայր, մայր, եղբայր, քույր, մի հանձնվի, աղոտ աղաչանք բարձածու տիրոջը եւ հավատքով աղոթի, կանչի իրան, քո նեղության ժամանակ, հիվանդության ժամանակ, դժվար ժամանակ, կանչի տիրոջը, արդարը հավատքով պիտի ապրի։ Այսա է քո անունիկդ Աստծո մարդ, եկեղեցի Քրիստոսի, արամ գնված ժողովուրդ, արդարը հավատքով պիտի ապրի։ Ետասարդ, եղբայր, քույր, մի հանձնած աշխարհի այն գետերը տանող քեզ, մեղքի գետերը տանողին մի հանձնվի, մեղքի մեջ մի հանձնվի, կանչի տիրոջը, կանչի։ Մեկը կար այդպես ընկած էր ետասարդ ընկած շատ մեղքերի մեջ, բայց սուրբոքը մգրտված էր։ Ծխում էր եւ այլ։ Յան ասեցինք, եղբայր ջան, ասպետենից այսպես գլսի, ասեմ հա գլսի։ Մասեց, ասեմ հա հենց այդպես։ Մա բա ոնց, ասեմ չգիտեմ ոնց, բայց ինքը մի բան գիտեմ։ Մեղավորի բարեկամն է։ Մեղավորի բարեկամն է։ Անուժին ուժ տվողն է։ Մեռածի հարությունն է։ Սատանայի ձեռքից ազատողն է։ Կիրքերի դատարնն է։ Ինքն է։ Այդպես գնաց այդ հավատով աղոթքերը գնաց է։ Դե ինքը սրսկվում էր, ծխում էր, ահավոր էր, բայց Հիսուսը իրեն ազատ արեց։ Ոնց էր ուրախած է, մեր չկա ցանկություն, ժամը անցնում է նա որոնում էր նարկոտիկ, պիտի առներ զապաս ունենար, բայց Տերն հայտնում էր ազատ էր արել։ Դե մեկին Աստծո որդին ազատ անի, նա պիտի ճշանապես ազատ լինի, ալելույա իրան, մենք այսպեսի փրկիչ ունենք, այսպեսի մեկը կա քո համար, իմ տկար քուր եղբայր, մա դու ինչ վիճակի մեջ ես, չգիտեմ ես, ինչ մտքերի մեջ, ինչ կասացանքների մեջ ես, չգիտեմ, բայց այսօր ժամանակն է, վստահի Հիսուսին, հանձնվի Հիսուսին, նա խոցված ձեռքերին հանձնվի, նա կրծքին ընկի, նա քեզ սիրում է, նա չունի նպատակ, մեկիս կորսնցն համար, չունի նպատակ, նա փրկիչ է, մեղավորի բարեկամն է, գամ Տիրոջ առաջ